Շիրակի մարզի հյուսիսարևմտյան հատվածում Գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմամբ ընթանում են կապսի ջրամբարի կառուցման նախագծային, տեխնիկատնտեսական եւ երկրաբանական ուսումնասիրությունները։ Աշխատանքներ իրականացվում են գերմանական CS ընկերության եւ Հայաստանի ճարտարապետության շինարարության ազգային համալսարանի մասնագետների ուժերով, որտեղ ներգրաված են ինչպես բարձր կուրսի ուսանողներ, այնպես էլ մագիստրանտներ եւ ասպիրանտներ։ 1985-ին մեկնարկած ու 94-ին դադարեցված աշխատանքների արդյունքում իրականացվել է միայն 20 մետր բարձրությամբ պատվարի մարմնի լիցք։ Այժմ ջրամբարաշինության առաջին փուլում իրականացվում է կապսի ջրամբարի 25 միլիոն խորանարդ մետր ծավալով 55 մետր պատվարի եւ օժանդակ կառույցների մանրամասն նախագծման աշխատանքները։ Ներկայությամբ ճշտում են կտրվածքները, որպեսզի կարողանանք որոշենք արդյոք գրունտները, որոնք առանցքով կա ջրամբարի, ֆիլտրացիոն գործակիցները մեծ են, փոքր են, ջրամբարը լուրջ ջուր կպահի, թե պրոբլեմներ կունենանք ընթացքում։ Դրա համար հորատում են։ Նախնական ուսումնասիրություններից հետո տարածքի տարբեր խորություններից հանած նմուշները կուղարկվեն լաբորատորիա։ Երիտասարդ երկրաբանները գերմանացի գործընկերների հետ խոշորացույցով են անցկացնում տարածքի ընդերքի յուրաքանչյուր մանրուք։ Շուրջ 60 երկրում ջրամբարաշինական աշխատանքներ իրականացրած գերմանական CES ընկերության ներկայացուցչի համար Հայաստանը փոքր-ինչ բարդ տարածք է իր երկրաբանական կառուցվածքով։ Armenia is an earthquake country and it is Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում եւ երկրաշարժերի ռիսկը բարձր է հատկապես այս տարածաշրջանում։ Պետք է առավել մանրազնին ուսումնասիրվի տարածքը, որպեսզի հետագայում ոչ մի խնդիր չառաջանա։ Խորհրդային տարիներին ջրամբարի տարածքում կառուցվել են նաև շինարարական ոռոգման եւ կումայրի թունելները։ Այժմ կատարվել են առաջին երկու թունելների ամբողջական եւ երրորդի մասնակի հորատման աշխատանքները։ Նախնական տեղեկությունների համաձայն կումայրի թունելն այն ժամանակ հորատվել է 1200 մետր։ Այս պահի դրությամբ ուսումնասիրվել է 650 մետրը։ Աշխատանքներին խոչընդոտել են մասնակի փլուզումները։ Կատարվել է թունելի պիկետավորում եւ ըստ մետրերի իրականացվել է ուսումնասիրություն, որպեսզի պարզվի, թե որ մետրում, որ հատվածում ինչ վիճակ է։ Թունելի հետագիծն առայժմ անհայտ է։ Այն շուտով կպարզի Գյումրու երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը երկրաֆիզիկական ուսումնասիրությունների ու երկրատեղորոշիչի օգնությամբ։ Կապսի ջրամբարի կառուցման առաջին փուլի ծախսերը կազմում են 60 միլիոն եվրո, որից 50 միլիոնը վարկային ներդրումներն են։ Այնուհետև երկրորդ փուլում կիրականացվի ճնշումային խողովակաշարի, ոռոգման ներտնտեսային ցանցի ու նոր տեխնոլոգիաների տեղադրման աշխատանքները, ինչի ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում են 70 միլիոն եվրո։ Կապսի ջրամբարի կառուցման առաջին փուլով նախատեսվում է որոգելի դարձնել 12325 հեկտար հողատարածք, 2200 հեկտար էլ երկրորդ փուլով։ Աշխատանքները ավարտին կհասնեն 2017-ին։ Աննա Մարտիկյան, Մարտին Գևորգյան, Առաջին ալիք։